Պուտինի այցը Ադրբեջան ոչ մի կերպ հնարավոր չի հաջողված համարել Ռուսաստանի համար, համոզված է Դավիթ Շահնազարյանը։ Բոլոր այդ համաձայնագրերը, որ ստորագրվեցին, ըստ էության քաղաքական լուրջ ենթատեքստ չունեին, եւ դրանցից ամենակարևորը գազանավթային համաձայնագիրը, ես դա ճշտել եմ, դա ըստ էության ընդամենը շրջանակային համաձայնագիր է։ Պարոն Շահնազարյանը տեղյակ է, որ սկզբից Ռուսաստանի նախագահը պետք է հանդիպեր Իրանի իշխանությունների հետ, ընդ որում իրանական Հենզելի նավահանգիստ պետք է մտնեն ռուսական ռազմանավերը։ Ռուսների համար մտահոգիչ է արտաքին քաղաքականության մասին Իրանի նոր նախագահի պատկերացումները։ Ռուսաստանը շատ լրջորեն մտահոգված է Իրանի եւ Արևմուտքի առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լարվածության հնարավոր թուլացմամբ, որը ոչ մի կերպ ձեռնտու չէ Ռուսաստանին։ Բայց ինչ պատճառներով այդ այցը չկայացավ, կարծում եմ Իրանը չցանկացավ ռազմանավեր ընդունել Հենզելիում, եւ այցը դառավ միայն Բաքու։ Նախատեսվում էր, որ Բաքու էլ Պուտինը պետք է մտներ ռազմանավով, սակայն ըստ պարոն Շահնազարյանի Ալիևը ստիպեց, որ Ռուսաստանի նախագահը Ադրբեջան այցելի ինքնաթիռով։ Ինչ հարց լուծեցին կողմերը Բաքվում, Դավիթ Շահնազարյանի տպավորությամբ այս հանդիպումով Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններում Ռուսաստանի լոյալության դիմաց որոշակի գազանավթային ծրագրերի մասնակցություն։ Պուտինի եւ Ալիևի համատեղ ասուլիսում ամեն ինչ ասվեց։ Հատկանշական է, որ նախագահ Ալիևը որակեց հարաբերությունները Ռուսաստանի հետ բարի դրացիական եւ բարեկամական հիմնված համատեղ շահերի վրա, որում դա ընդգծեց 2 անգամ ասուլիսի ընթացքում, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսեց ռազմավարական համագործակցությունից։ Դավիթ Շահնազարյանը չէր ասի, թե մենք ռուս-ադրբեջանական վերջին համաձայնագրերից վախենալու բան ունենք, սակայն պետք չէ մոռանալ հայ-ռուսական հարաբերություններն այլևս նախկին որակը չունեն, ռուսներն Ադրբեջանին հարձակողական զենք են մատակարարել։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր ռազմական համագործակցությունը նախ եւ առաջ Եվրոմիության երկրների հետ, Վրաստանի հետ, Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ դիվերսիֆիկացնենք մեր անվտանգությունը, որտեղ Ռուսաստանի այսօրվա պահվածքը եւ նրա քաղաքականությունը մեր տարածաշրջանում հիշեցնում է խորհրդային միության գոյության վերջին տարիների Կրեմլի քաղաքականությունը, երբ Կրեմլը իր խաղադրույքը դնում էր հիմնականում Ադրբեջանի վրա, բայց այս անգամ այս այցով համենայն դեպս դա էլ չստացվեց։ Պատերազմի վերսկսման վտանգ պարոն Շահնազարյանը չի տեսնում, բայց արդեն ժամանակն է հասկանալ, որ մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, ոչ թե Գյումրիի ռուսական ռազմաբազաները։ Եվ թող ռուսները մտածեն Հայաստանի հետ իրենց հարաբերությունների մասին, վերջին 1 տարում նրանք շատ սխալներ են գործել, նկատում է Դավիթ Շահնազարյանը։